Քննչական կոմիտեի պաշտոնյան այս տարվա ընթացքում մեծ աղմուկ հանած թրաֆիկինգի զոհ դարձած ընտանիքի մասին է պատմում։ Գյուղական համայնքում բնակվող ընտանիքի անդամներին անասնաֆերմայի սեփականատերը շահագործել էր, չնչին գումար վճարել ծանր ու չարքաշ աշխատանքի դիմաց, նվաստացրել այն աստիճան, որ վերջինները փախուստի էին դիմել։ Գործատուն սակայն ընտանիքի անդամներին հայտնաբերել եւ հաշվեհարդար է տեսել։ Դուժողները դիմել են փախուստի, բայց ամեն դեպքում նորից գտել են դուժողներին նորից վերադարձրել շահագործման վայր։ Թրաֆիկինգի զոհ դարձած ընտանիքը էլ ավելի մեծ կախվածություն է ունենում գործատուից, եւ սա այն դեպքում, երբ հայտնի է դառնում, որ նրանք մեծ պարտքեր ունեն կուտակած առևտրի կետերից մեկում։ Սպառնալիքի տեսքով ներկայացվում է դուժողին, զոհին, որ եթե չշարունակես աշխատել, ես օրինակ կդիմեմ դատարան, քեզանից գումար կբռնագանձեմ։ Մեր հատ էլ այդ ժամանակ ստացական են վերցնում դուժողից պարտավորագիր, որ պարտքա գործատուին։ Անձանց վերցրել էին նախնական, իրենք պետք է կտվորությամբ զբաղվեին, բայց բացի կտվորություն զբաղվելով նրանք նաև ֆերմայի տարածքն էին մաքրել, այնտեղ շատ վատ պայմաններում էին պահվել, նրանց անձնագրերն ու այլ փաստաթղթերներ թրաֆիկյորը հավաքել եւ չեր վերադարձնում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թրաֆիկինգի կամ ինչպես ընդունված է ասել, սպիտակ ստրկության զոհերի դեպքերն ավելի շատ արձանագրվել են Կոտայքի մարզում։ Աշխատանքային շահագործման ենթարկված Թուրքմենստանի 1 քաղաքացու եւ Տաջիկստանի 13 քաղաքացիների դեպքը եւս իրավապահ մարմինների տիրույթում է։ Արտասահմանցիներին հավաքագրել են, տեղափոխել Հայաստան եւ աշխատանք խոստացել։ Պահել են որոշակի տարածքում, վերցրել են անձնագրերը, Տաջիկստանի քաղաքացիները հասկանալով, որ իրենք հնարավոր հանցագործության մասն են դառնում, պահանջել են իրենց անձնագրերը չեն ստացել, փորձել են հեռանալ, սակայն թրաֆիկյորները նրանց բռնյուժով պահել են, սպառնացել են, ինչպես նաև բռնություն են գործադրել։ Թրաֆիկինգի եւ մարդկանց շահագործման սանկցիան խիստ պատիժ է նախատեսում, ընդհուպ ազատազրկում 8-ից 12 տարի։ Քննչական կոմիտեի տվյալների համաձայն 2025-ի առաջին կիսամյակում 22 քրեական վարույթ է նախաձեռնվել։ Դրանցից 15-ը վերաբերվում է սեռական, մնացած 7-ը աշխատանքային շահագործմանը։ Անցած տարիների համեմատ թրաֆիկինգի մարդկանց շահագործման քրեական վարույթների աճի միտում է արձանագրվել։ 23 թվականին եղել է 27 քրեական վարույթ, 4-ը սեռական, մնացածը աշխատանքային շահագործման։ Երևանում աշխատանքային թրաֆիկինգի շատ դեպքեր դրսևորվել են հարկադիր մուրացկանության ձևերով։ Սեռական շահագործման դեպքերը վերաբերում են կանանց, ներգրաված են եղել նաև անչափահասներ։ Երեխաներին ներգրավում են պոռնոգրաֆիկ նյութերի պատրաստման մեջ, հետագայում նաև դրա տարածման հիմքով։ Շատ են դեպքերը, երբ թրաֆիկինգի զոհ դարձածները չեն դիմում իրավապահ մարմիններին կամ դիմում են շատ ավելի ուշ։ Երբ որ անձին, այսպես ասենք, գործատուն ամսական ինչ-որ չնչին գումարով արձակվում է, այդ անձի դուժողի մոտ կոնկրետ գործատուի հանդեպ ձևավորվում է ինչ-որ տենց պաշտելիության վերաբերմունք, որ իր փրկիչն է, իր աստվածն է։ Կառավարության գործողությունների ազգային ծրագրով Հայաստանը 3 տարին մեկ պարտավոր է ունենալ թրաֆիկինգի կանխարգելման գործողությունների ծրագիր։ Այն ներառում է իրազեկման արշավներ, առաջնային օղակի մասնագետների պատրաստում, իրազեկման նյութերի տարածում կրթական հաստատություններում, երիտասարդների շրջանում, միասնական սոցիալական ծառայություններում հաշվառված խոցելի խմբերում։ Կարևոր կլինի նշված անձանց իրենց հասանելի լեզվով թրաֆիկինգի կամ շահագործման հնարավոր վտանգների մասին անընդհատ իրազեկելը։ Իրազեկման աշխատանքները պետք է ավելի շատ տարվեն մարզերում, մասնավորապես գյուղական համայնքներում։ Այստեղ է, որ բնակիչներից շատերի մոտ կրթական մակարդակը ցածր է եւ քչերն են տեղյակ իրենց իրավունքների մասին։ Դա էլ նպաստում է, որ նրանք աշխատանքային սեռական շահագործման զոհ դառնան։ Նաիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։